Հաջորդ հարցը Սիվիկ Որոդի Սանակոնի $1 միլիոն մրցանակային ֆոնդ, որը ամենայն հավանականությամբ կիսելու եք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պարոն վարչապետ, ուզում եմ իմանալ, արդյոք այդ գումարները արդեն փոխանցվել են ձեզ եւ որոշել եք արդյոք թե ինչ ուղղությամբ են դրանք ծախսվելու։ Այո, գումարը փոխանցվել է ինձ, բայց չեմ որոշել ինչ ուղղությամբ են ծախսելու եւ չի բացառվում նախկինում կայացրած իմ մտածածի ուղղությունը փոխեմ, բայց եթե այդպիսի բան լինի կտեղեկացնեմ։ Պարոն վարչապետ, դուք երկաթուղու մասով ասացիք, որ որոշակի աշխատանքային քննարկումներ կան ռուսական կողմի հետ եւ ինչ որ ըմբռնում է ձևավորվում, ես կխնդրեի ասել, դա արդյոք նշանակում է, որ Երևանը պաշտոնապես առաջարկել է կառավարման փոփոխություն Ռուսաստանին, եթե ոչ այդ քննարկումները, եթե զուտ աշխատանքային բնույթ են կրում, պատրաստվում է արդյոք Երևանը նման առաջարկ անել Երևանին Մոսկվային պաշտոնապես եւ ըմբռնում արդյոք նշանակում է, որ Ռուսաստանը կան դրական ազդակներ, որ պատրաստ է կառավարման իրավունքը փոխանցել այլ երրորդ երկրի, ինչպես դուք եք ասել։ Իրեք մեր մոտեցումը գործընկերային է, եւ մենք խնդիր չունենք ֆորմալացնել անհրաժեշտից ավելի վաղ։ Մենք հիմա մեր գործընկերների հետ աշխատանքային գործընկերային քննարկում ենք անում եւ մեր խնդիրը չէ նամակներով իրավիճակներ ստեղծել, մեր խնդիրն է աշխատել աշխատում ենք։ Որ իրենք պատրաստ են կառավարումը փոխանցել երրորդ երկրի։ Ըմբռնումը թեմայի շուրջ է։ Հաջորդ հարցը Արմատ։ Կառավարության ազգային ժողովի հարցապատասխանի ժամանակ կրկին խոսեցիք 26-ից հետո խորհրդարանում ուժերի դասավորության հնարավորությունից եւ պնդումներ էիք անում, թե ովքեր կարող են լինել խորհրդարանում, ովքեր ոչ, եւ տպավորություն էր, որ դուք ինչ որ հարցումների կամ ինչ որ ինֆորմացիայի եք տիրապետում այդ հայտարարությունը անելիս, կխնդրեի հստակեցնեիք այդ պնդումները ինչպես էիք անում։ Այո, ես տիրապետում եմ հարցումների եւ ինֆորմացիայի բնականաբար եւ առանց դրա չի կարող նման բան հայտարարել։ Լավ է անում, որովհետեւ այդ հարցումները մենք մեր աշխատանքային նպատակներով ենք արել։ Պարոն Փաշինյան, ձեր թիմի անդամները պարբերաբար հարցազրույցների ժամանակ եւ ոչ միայն պնդում են, որ Գյումրի 2 թույլ չեն տալու, ուզում եմ հասկանամ ինչպես թույլ չեք տալու եւ եթե կհիշեք Երևանում իշխանություն, քաղաքային իշխանություն ձևավորելիս ձեր թիմն էլ բավարար ձայներ չէր հավաքել եւ հետո կոալիցիա նորից կազմվեց եւ այդպես իշխանություն վերցրեցիք քաղաքային, այդ ինչու մի բան ձեզ կարելի է ընդդիմությանը ոչ, մանավանդ որ քաղաքապետի անունը հիմա եւս կապվում է կոռուպցիոն գործի հետ։ Մենք որևէ բան թույլ տալու եւ թույլ չտալու միայն մի ձև ունենք քաղաքական ասպարեզում ներողություն, դա մեր քաղաքացիների եւ ժողովրդի հետ մեր հաղորդակցությունն է, մեր երկխոսությունը, ուրիշ միջոց չունենք։ Ես իմ պատասխանը վերաբերում էր բոլոր մասերին։ Շնորհակալություն։ Նախ ես ուզում եմ անկեղծորեն ձեզ շնորհավորել բարեհաջող ամուսնալուծության կապակցությամբ, վստահ եմ դուք այսուհետ ավելի երջանիկ կլինեք, հատկապես որ իշխանությունը արդեն երկուսի միջև չեք կիսի, դա էլ գուցե անդրադառնա մեր երկրի վրա։ Ինչ վերաբերում է հարցին, նախ ուզում եմ ճշտել, դուք հրաժարվել եք եկեղեցու դեմ արշավից, որովհետև վերջին շրջանում կարծես թե չեք ակտիվ արշավ չեք մղում եւ կաթողիկոսին հեռացնելու մասին չեք խոսում եւ Սևան այցի ժամանակ էլ կաթողիկոսի անունը ի հեճուկս ձեզ հնչեց պատարագի ժամանակ ու գործընկերոջս հարցի տրամաբանության մեջ ձեր թիմը ի վերջո ընդդիմադիր որ ուժի կամ տեխնացուի դեմ է պայքարում Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, որը բանտարկված է ձեր թեթև ձեռքով կամ ձեր իշխանության շնորհիվ, Արսեն Արման Թաթուլյանի
Թաթոյանի եւ Ավետիք Չալաբյանի, թե ասենք Սուրեն Պետրոսյանի։ Ում դեմ եք պայքարում։ Ելույթներից ելնելով կարծես թե պայքարում եք Քոչարյանի ու Սամվել Կարապետյանի դեմ։ Իրենցից եք վտանգ զգում։ Թե օրինակ Թաթոյանից եք վտանգ զգում, Սուրեն Պետրոսյանից էլ, մյուսներից էլ։ Եվ եթե այդպես է, գուցե դուք օրինակ Սամվել Կարապետյանին վերջապես ազատեք բանտային կալանք, այդ տնային կալանքից, թող դուրս գա ինքն էլ հավասար պայմաններում կարողանա ձեզ հետ մրցել պայքարել, որտեղ անհավասար մրցակցության մեջ եք գտնվում։ Հիմա ձեր պայքարը ում դեմ է կոնկրետ։ Իմ պայքարի եւ հաղորդակցության ամենաարդյունավետ միջոցներից մեկը օրինակ իմ սոցիալական ցանցերի էջերն են եւ ուղիղ եթերները եւ կարծում եմ որևէ բան արդեն պրոբացիայի ծառայության բարձաբանումից հետո հասկացանք չի խանգարում որ ուղիղ եթեր մտնի ձեր նշած մարդը, եթե հեռախոս ձեռք բերելու խնդիր ունի, կարող ենք աջակցել նույնիսկ ինտերնետը եւ հեռախոսի չի ապահովել։ Մենք որևէ մեկի դեմ չենք պայքարում, մենք պայքարում ենք հանուն Հայաստանի Հանրապետության եւ այդ պայքարը շարունակելու ենք։ Մենք երբեք եկեղեցու դեմ արշավ չենք արել, եկեղեցու դեմ արշավ արել է եւ անում է Կտրիչ Ներսիսյանը իր հակաքրիստոնեական, հակաբարոյական եւ հակաարժեքային խմբակի հետ, ինչ վերաբերում է իմ անձնական կյանքի մասին ձեր պնդմանը, կներեք դա համարում եմ սադրիչ եւ տափակ պնդում եւ ասեմ որ եւ ես ասեմ որ Հայաստանի Հանրապետության վարչապետը երբեք որևէ մեկի հետ իշխանություն չի կիսել եւ չի կարող կիսել եւ կարծում եմ դա պետք է ընդունեք ի գիտություն։ Դուք ասում եք Սամվել Կարապետյանը հնարավորություն ունի այլ մտի վստահ հեռախոսական քիչունի կարող է ուսուցիչներին ապահովել, ասենք թե կառավարության անունով, բայց կարող է մտնել, բայց նա անազատության մեջ չի կարող դուրս գալ եւ հավասարի կարոզարշավանել, ինչպես դուք եք հիմա օգտագործում այդ հնարավորությունը անում կամ թիմակցիներ։ Հիմա ձեր թիրախը կոնկրետով է Քոչարյանը, Թաթոյանը, Սամվել Կարապետյանը, Սերժ Սարգսյանը, նախկինները առհասարակ ասում եք պետք է երբեմն հանգիստ թողնել։ Երբ որ ձեր նշած անձը Հայաստանի բոլոր ընտանիքների բոլորի վրա հոսանքի հավելագրումներ էր անում, ինքը այդ ժամանակ հավասարի հետ էր անում բոլորի հետ։ Նախորդ անգամ ասացիք մեր տունը ստուգեցի, մեր տանը հավելագրում չի եղել։ Շատ լավ, փողերի լվացում անելիս հավասարի հետ, այո, չգիտեմ։ Կարծում եք փողերի լվացման դեպքի դեք։ Ինչու հիմա հիշեցիք այդ մասին։ Եթե այդպեսի բան Փողերի լվացման գործը ես չեմ հարուցել, ես գործեր չեմ հարուցել։ Դիալոգի չենք վերածում, հաջորդ հարցը Աննա Կզիրյանի։ Հիմա չի հարուցվել, հարուցվել է բավականին վաղուց։